Ողջույն Նորայր ջան, կնկարագրեք ձեր առօրյան աշխատանքը։ Իմ առօրյան սկսում է աղջկաս մանկապարտեզ տանելով, բայց զուգահեռ սկսում են նաև զանգերն ու հաղորդագրությունները ինձ, քանի որ անհամեստություն չլինի թիմում ում ինչ հետաքրքիր է, առաջինը փորձում է ինձնից ճշտել։ Քանի որ ֆուտբոլիստի գրեթե բոլոր առօրյա հարցերը ձեզ են ուղղվում, կարող ենք ասել, որ դուք եք ամենաշատը ճանաչում ֆուտբոլիստներին։ Երևի, որովհետև համատական կարգով ակումբում ամենաշատը ես եմ հաշվվում ֆուտբոլիստների հետ, ընդհանուր մինչև կենցաղային հարցեր, այսինքն ես շփվում եմ նաև առօրյա հարցերով, կենցաղ, երեխաներ, շատ է լինում, որ ասենք ֆուտբոլիստի հետ ընտրում ենք, թե իր երեխային որ դպրոց տանի կամ որ մանկապարտեզ կամ որտեղից անվասայլակ առնեն կամ չգիտեմ։ Իրոք ամենօրյա շփման պատճառով շատ լավ ճանաչում եմ բոլոր ֆուտբոլիստներին իրենց բնավորության առանձնահատկություններով, էլի։ Ֆուտբոլիստները ձեզ տարօրինակ խնդրանքներով չեն դիմում։ Դիմում են, օրինակ ժամը գիշերը 12:30 ֆուտբոլիստներից մեկը խնդրել է, որ գնամ իր գազի կացան միացնեմ, տենց դեպք է եղել։ Փորձում եմ որտենց adekvat պատասխանել բոլոր ոչ adekvat խնդրանքներին կամ ոչ adekvat ժամի խնդրանքներին։ Ոնց են անցնում մարզումները, ինչպիսի մթնոլորտ է թիմում։ Մենք ասելով նկատի ունեմ անձնակազմը, ամեն ինչ անում ենք, որպեսզի մթնոլորտը միշտ պահենք լավ թիմում։ Այս պայդրությամբ ամեն ինչ լավ է, բայց դա չի նշանակում, որ միշտ ամեն ինչ լավ է լինում, այսինքն դրա առումով աշխատանք են անում թե ղեկավարները, թե մարզիչները, թե անձնակազմը, թե հենց ֆուտբոլիստները, առողջ թիմը սկսում է առողջ հանդերձարանից, ու եթե հանդերձանում ամեն ինչ օքեյ է լինում, մթնոլորտը լավ է լինում, այդ մթնոլորտը տեղափոխվում է խաղադաշտ։ Հաճախ եք մտածում, որ ինչ-որ մի բան մոռացել եք կամ բաց եք թողել։ Օրինակ բերեմ, եթե ասենք լինենք գավաթի 1:16-ում ու եզրափակում, ես կարող եմ ասենք 1:16-ի ժամանակ մի անգամ ստուգեմ ամեն ինչ ճիշտ է թե չէ, եզրափակում միջով սուլիչը ասենք մի 50 անգամ ստուգենք ամեն ինչ տեղում է թե չէ, որովհետև լարվում է սա կամ, իհարկե լարվածություն կա, նույնիսկ մենք կատակում ենք իրար հետ, որ այն օրերը որ լարվածություն չկա, ուրեմն լավ չի, բայց շատ կարևոր է թե դու ինչպես ես արձագանքում այդ լարվածությանը։ Ինչպիսի կուրիոզային դեպքեր կհիշեք։ Մի անգամ խաղադաշտում մեր ֆուտբոլիստներից մեկը գնդակով հարվածեց Մուրադյան Կարենի գլխին։ Բժիշկը եւ ֆիզիոթերապևտը խաղադաշտում մոտեցան Կարենին, որպեսզի բան տան, ամոնիակ է դրա անունը։ Ամոնիակ տան, որպեսզի բան գիտակցությունը արագ վերականգնվի ու ֆիզիոթերապևտը ամոնիակը քթին մոտեցնելու փոխարեն լցրեց պատաբար աչքին Կարենի։ Հետո մոտավորապես տես մի ամիս Կարենը ակնոցները վեր պարապում, տես ինչ-որ մի քիչ վնասել էին Կարենի աչքը, բայց փառք Աստծո դա հիշելուց մենակ ծիծաղում ենք, ոչ մի լուրջ առողջական խնդիր չկա։ Դուք հաճախ լինում եք մարզիչ ֆուտբոլիստ, ղեկավար անձնակազմ եռյակի արանքում, ոնց եք լեզու գտնում բոլորի հետ։ Այո, այդ եռանկյան մեջտեղն եմ լինում ու պետք է ասեմ, որ երբեմն շատ դժվար է այդ պարտականությունը ստանձնելը, որովհետև թիմում կան շատ մարդիկ, շատ տարբեր անհատականություններ, տարբեր բնավորություններով ու դու պետք է փորձես ճիշտ ձևով լեզու գտնել այդ բոլոր բնավորությունների հետ, ինչը միշտ չի որ շատ հեշտ է ստացվում։ Ինչ է պակասում ակումբին իր ամբիցիաներին համապատասխան տեղը գրավելու եւ հաղթանակներ տոնելու համար։ Ամեն ինչը իմ ձեռքերում է, ինչը ես եմ կառավարում, մենք փորձում ենք պահել ամենաբարձր մակարդակի վրա հնարավորության սահմաններում։ Արարատ Արմենյան իմ համար ամենաազդեցիկ ակումբներից մեկն է Հայաստանի առաջնությունում։ Եվ պակաս տիտղոսներ չունենք եւ կոպիտ ասած ինձ ֆուտբոլային անուն ունենք շատ բարձր մակարդակի ու փորձում ենք դա պահել իսկ ինչ կլինի ապագայում ես հույս ունեմ որ մենք մենակ կուժեղանանք համատեղ ջանքերով ամեն մեկս մեր ոլորտում կանենք լավագույնը որպեսզի հասնենք ել ավելի լավ արդյունքների քան հիմա